Եթե գնում ես Բաքու, պարզ է, որ սկսում են հիշել բոլոր զգայուն հայ-ադրբեջանական թեմաները, այնուամենայնիվ պետք է լինեն միամիտ եւ պետք է իսկապես հավատալ, որ հնարավոր է Հայաստանը եւ Ադրբեջանը լինեն եւ ապրեն որպես նորմալ պետություններ։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելիքսեթյան։ Դուք մի քանի օր առաջ եք վերադարձել Բաքվից, դեռ ձեր Բաքվում եղավ այդ ժամանակ Հայաստանում մեդիան եւ սոցիալական մեդիան սկսեց ալեկոծվել, այսպես բառ օգտագործեմ, հետո ասուլիս տվեցիք եւ կարծում եմ այդ խոսակցությունները դեռ շարունակվում են եւ սկիզբ եք դրել խոսակցություններին ձեր այցի մասին։ Լուսաբանումը այնպիսին էր, ինչպիսին սպասում եք, պատրաստ էիք այդ լուսաբանմանը։ Երևի որոշ առումով պատրաստ էինք, բարձ էր որ լինելու են բազմաթիվ բացասական արձագանքներ, բայց որոշ առումով նաև քանի որ հիմնական մեղադրանքները նույնիսկ ասուլիսից հետո տարբեր հնչած, օրինակ մեր նաև հարցազրույցների ժամանակ ներկայացված տեսակետերից, հիմնական օրինակ գերիների թեման է, չէ՞ շոշափում, այն թեման է, որը իրականում այս ֆորմատի հետ ուղիղ կապ էլ չունի, որովհետև այս ֆորմատը այնուամենայնիվ հենց այդ երկխոսությունն է, ինչ որ հետազոտական ծրագրերի մշակում, տարբեր ուղղություններով հայ-ադրբեջանական հարաբերությունների մեդիայի ներգրավում, այդ գործընթաց, փորձագետների եւ այլն, բայց գերիների թեման իսկ զգայուն թեմաներն է, որ երբ մենք զրուցում ենք հակառակ կողմի հետ, նշում ենք, որ սա կարող է նաեւ, ասենք, ֆորմատի ընկալելիությունը բարձրացնել եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ ինքը դառնում է հիմնական թեման եւ հիմնական մեղադրանքներն են այդ ուղղությամբ հնչում եւ ես կասեի, որ մասնակիցների մոտ էլ է առաջանում մի կողմից այն պատասխանները կամ այն արձագանքները, որ մենք լսում ենք Ադրբեջանում, մենք չգիտենք ինչքանով են դրանք իրականում հուսադրող, թե նրանք հուսադրող են այն ինչ մենք լսել ենք գերիների հետ կապված։ Այո, բայց մեր մոտ էլ է ձգտում առաջանում, ասենք ավելի դրական ամեն ինչ ներկայացնել, օրինակ, հա, ասենք փորձել ինչ որ ձև արդարանալ նաև, կենտրոնանալ այդ թեմայի շուրջ ու մյուս թեմաները, որոնք այս ֆորմատի բուն բովանդակությունն են, իրենք այդ ամենի մեջ նաև, այսպես ասած, լողոզվում են, հա, խոսակցական լեզվով ասած։ Ու ինքը հետաքրքիր հոգեբանական, իհարկե, գործընթաց է, ես կասեի, որովհետև առաջինը ընդամենը եղել է 2 հանդիպում, կան որոշակի ակնկալիքներ եւ տպավորություններ, առաջին տպավորություններ, որոնց մասին ես նշել եմ, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս ամենի արդյունավետությունը կամ իմաստը տեսանելի է լինելու ավելի երկարաժամկետ կտրվածքով, հա, որովհետեւ եթե ինչ-որ նախնական խոսակցությունների ծրագրերի մասին է, որոնք ավարտվելու են մի քանի ամսից, մի մասը դրանց մի մասը ենթադրում է շատ ավելի երկար համագործակցություն, իրենց վերջնական կումուլյատիվ էֆեկտն է, հա, ավելի հետաքրքիր ու ցույց է տալու այս ձևաչափ իրականում ինչպես աշխատեց, ինչով է տարբերվում 90-ականների, 2000-ականների սկզբի նմանատիպ այցերից եւ ձևաչափերից, բայց քանի որ կան մեծ ակնկալիքներ, արդեն մեդիան թելադրում է իր թեմաները եւ իր ակնկալիքները բարձր ինչ որ ցուցանիշներ է դնում, հա, եւ նաեւ մասնակիցներն են սկսում ինֆորմացիոն դաշտում փորձում են ադապտացվել, մի կողմից սա բնական է, մյուս կողմից երբ որ սկսում ես մտածել կատարվողի շուրջ, հասկանում ես, որ սա որոշակի շեղում է եւ սա որ իրականում կա մի իրականություն, հա, եւ մի գործընթաց եւ կա մեդիայի կողմից ստեղծած ինֆորմացիոն դաշտ, որոնք գրեթե չեն խաչվում կամ միայն մասնակ են։ Հա, ոնց որ հիմա հաղորդակցության մասն եք խոսում, դուք ասում եք բոլորը հասկանում ենք, որ սա երկարաժամկետ գործընթաց է փուլերով եւ այլն, բայց դուք էլ ասացիք, մեդիան իր օրակարգն է տանում եւ ասենք հենց այցի նախորդ օրվանից սկսվեց վերնագրերը, գերիները ինչ են հանդիպելու եւ հարցադրումը օդում կախված շատ դեպքերում ձևակերպված այն է, եթե չեք հանդիպել, ինչ եք գնում, գուցե պետք է նախապայման դնել եւ այլն, եւ այդ օրակարգը գնաց առաջ, ես չգիտեմ, այսինքն այն նպատակները, որ նաեւ նպատակը հասարակության հետ խոսելն է, երկու հասարակությունների եւ իհարկե կարելի է ուղղակի խոսել սոցիալական մեդիայով եւ այլն, բայց նաեւ մեդիան միջնորդ է, մեդիան օրակարգ է ստեղծում այդ տեսակետից
ինչքանով հաջողվեց այդ խոսակցությունը հասարակության հետ։ Հասարակությունների հետ, երկու հասարակությունների հետ ես կասեի։ Դե առայժմ ես կասեի այդ կանալները շփման դեռ սահմանափակ են, առավել եւս հակառակ հասարակության հետ, թեև իրենց ԶԼՄ-ներում այն հարցազրույցները, որ մենք տվել ենք եւ հետագայում նաեւ իրենց կողմից հետաքրքրություն կա շարունակել այս գործընթացը, նաեւ ընդլայնել, որոշակի արձագանք կա նաեւ հասարակական, որը շարումներով ինքը շատ նման է մեր արձագանքին, որովհետեւ նաեւ այդ զրույցների ժամանակ հաճախակի ադրբեջանցի մասնակիցներն են օրինակ նշում, ասում են ինչպես է կարելի գնալ հայերի հետ շփվել, դուք գիտեք, որ իրենք չեն փոխվելու, որովհետեւ իրենց բնույթն է այդպեսին եւ իրականում հիմա թույլ են, ասենք, ձևացնում են, որ հայը մնում է հայ։ Այո, ինչպես թուրքը մնում է թուրք։ Այո, այսինքն այս ընկալումները պարզ է որ կան, ու պարզ է սակայն որ նաեւ հայկական կողմի համար սա հիմա ավելի ծանր եւ ավելի զգայուն թեմա է եւ զգայուն է նույն գերիների, ինչպես նշեցիք, թե պատճառով, բայց իմ կարծիքով իսկապես մեր մոտ, քանի որ շատ մեծ քաղաքականացված է այս դաշտը, ու կա ուժեղ բևեռացում հասարակական եւ մեդիաներում, որը ավելի հստակ է դրսեւորվում, ինքը ավելի մեծ ազդեցություն է ունենում եւ մի քիչ դժվար է ասել սա հասարակության իսկապես որոնք են այդ հետադարձ կապի մեխանիզմները, որ իսկապես այս տիպի խոսույթը արտացոլում է այդ հասարակական տրամադրությունները եւ ինչ աստիճան ռելևանտության, թե դրանք արդեն sense փակ համակարգեր են, որոնք գեներացնում են քաղաքական խոսույթներ, ու գրեթե նույն կապ չուներ ինչ կատարվել, իմ կարծիքով հիմնականում այս թեմաներն են բարձրացնելու, որովհետեւ եթե գնում ես Բաքու, պարզ է որ սկսում են հիշել բոլոր զգայուն հայ-ադրբեջանական թեմաները եւ մի կողմից է, ինչպես նշեցի, այդ քաղաքական բևեռացման, նաեւ փակ գեներացման արդյունք է, որ մեդիաները իրենք են ստեղծում օրակարգեր, մյուս կողմից կոնֆլիկտի այս փուլի յուրահատկության եւ նաեւ մասնակիցների համար այս խնդիրը կար եւ գիտեք մեր մասնակիցների մեջ մարդիկ կան, որ շատ զգայուն են նաեւ այս արձագանքներին եւ փորձում են ինչ-որ ձևով արդարանալ եւ այնտեղ նույնպես եթե շատ ավելի հաճախ այդ թեման արծարծում ես այդ խոսակցությունների ժամանակ հակառակ կողմի հետ, իմ տպավորությունը այն է, որ ինքը այնուամենայնիվ ավելի ցածր արդյունք է տալիս, որովհետեւ ընկալվում է որպես ճնշում այս թեմայով, ասենք ինստրումենտալ օգտագործում ենք մեր մեդիաները, մեր մեդիաների աղմուկը, իրենց վրա ճնշում գործադրել, որպեսզի իրենք ինչ-որ քայլեր կատարեն, սա նույնպես կա այս յուրահատկությունը, որովհետև այնուամենայնիվ սա պետք է նույնպես հասկանալ, Ադրբեջանը մի քիչ դժվար է ընկալվում, որ Հայաստանում իսկապես կան ազատ մեդիաներ, որոնք կարող են առանց թելադրված օրակարգի կամ ոչ թե իշխանությունների կողմից թելադրած օրակարգի, սա շատ կարևոր է, իրենք ստեղծել նման ինչ-որ արտադրանք, նման ինֆորմացիոն դաշտ եւ շատ համարձակ կամ շատ, այսպես ասած, ագրեսիվ ձևով նույնպես քննադատողական եւ իշխանությունների օֆիցիալ քաղաքականության նկատմամբ նման դրսևորումներ են։ Այս յուրահատկությունները, որոնք մշակութային են, հոգեբանական են, այդ ինֆորմացիոն մեր դաշտի յուրահատկությունների հետ են կապված, բոլորը իրար հետ գումարվում են ու ստացվում է այն, ինչը անսովոր է։ Այսինքն ադրբեջանական ընկալման մեջ այն ճնշումը, որ կա հայ-ադրբեջանական հարցերով, այս դեպքում արտահայտված ձեր այցի շրջանակներում չի կարող կապված չլինել Հայաստանի իշխանության հետ եւ ընկալվում է որպես Հայաստանի իշխանության կողմից առաջ մղվող օրակարգ։ Ճիշտ եմ հասկանում։ Այդպիսի ընկալումներ կան կամ ընկալում կա, որ այդ ինֆորմացիոն ֆոնը մասնակիցները փորձում են օգտագործել իրենց դեմ, իրենց վրա ճնշում գործադրելու համար։ Ձեր վրա ճնշում կա եւ կլինի, ո՞նց է հաղթահարում այդ ճնշումը։ Գիտեք, իմ մոտեցումը այն է, ես սրա մասին ասել եմ, որ իսկապես ես 2024 թվականի սահմանազատման գործընթացից հետո եկել եմ անհամոզման, որ մենք ունենք հնարավորություն եւ շանս գնալ իսկապես Ադրբեջանի հետ նման ճանապարհով երկխոսության բանակցությունների տարբեր առաջարկների խաղաղ
կարգավորման, հա, ու եթե այդ համոզմունքը չլիներ, բարձ է որ մի քիչ ավելի դժվար կլիներ այս ամենին մասնակցելու, բարձ է որ կան իրականում կասկածներ եւ բարձ է որ կան մտավախություններ, օրինակ եթե այս ամեն ինչը վատ ավարտվի, սա նաեւ անձնական որոշակի պատասխանատվություն է, ու բացի բացասական ռեակցիաներից, արձագանքներից կան նաեւ դրական արձագանքներ, ու կան մարդիկ, որ այնպեսի արձագանք են տալի, որ պարտավորեցնում է, սա նույնպես երկրորդ կողմն է, որովհետեւ քո մոտ այդ նույն ինքնարեֆլեքսիան է սկսում, իսկ արդյոք այս մարդկանց հույսերը դու որպես շատ փոքր, հա, այս մասնակից դու կարող ես ինչ-որ ձևով արդարացնել, այս ֆորմատը կարող է արդարացնի, ու այդ ճնշումը երկկողմանի է ստացվում, հա, այսինքն մի կողմից եւ մյուս կողմից կա իհարկե նաև այս ռեակցիաների երկու տարբերակներ կան, մեկը իմ կարծիքով շատ քաղաքականացված է եւ ես չեմ համարում, որ ինքը անկեղծ է, զուտ օրակարգ ստեղծելու եւ այս ինֆորմացիոն առիթի վրա քաղաքական ագենդա ստեղծելու միտումներ են եւ ես դրանց վերաբերում եմ շատ հանգիստ եւ կան իհարկե ավելի ես կասեի հասարակ մարդկանց մտավախությունները, այն մարդիկ որ կորուստներ ունեն նաեւ պատերազմում եւ եթե ես նույնիսկ համաձայն չեմ իրենց արձագանքների հետ, ես հասկանում եմ, որ դրա տակին հիմք կա ու սա process-ի անխուսափելի բարդություններն է, հա, որը նույնպես ինչպես նշեցի, որոշակիորեն պարտավորեցնում է, բայց առանց որոշակի բանի, հա, ռիսկային եւ հույսի գործոնի, ես կասեի այս գործընթացի մեջ մտնել անհնար է, սա նման է ոնց որ դուք նոր տարածք եք մտնում, որը նախկինում չի եղել, հա, ոնց որ ասենք մեծ աշխարհագրական այդ բացահայտությունները, երբ որ նույն Կոլումբոսը դուրս էր գալի, ինքը չգիտեր երկիրը կլորա, թե որտեղ է հասնելու, հա, կարող է աշխարհի ծայրը լիներ, հին հույների նման ու դրանից հետո անդոտ լիներ, բայց պետք է ինչ-որ ռիսկային գործոն, ինչ-որ հավատի գործոն, որ դու գնում ես, դու շփվում ես, դու հասկանում ես, որ որոշակի նույնիսկ փոքր ազդեցություն կա այնուամենայնիվ այս շփումների արդյունքում նաև հակառակ կողմի մասնակիցների վրա, որ իրենց ընկալումներն էլ է որոշակիորեն փոխվում եւ նաեւ այդ ռացիոնալ հիմքը կա մտածելու, որ մենք ունենք այս հնարավորությունը եւ իրականում այս խաղաղության այս փուլը տարբերվում է նախկիններից, բոլոր յուրահատկություններից ելնելով եւ հասկանալով, որ այնտեղ շատ մեծ վերային անցյալ կա, Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի պատերազմ, 22 թվական, 21 թվական եւ այլն, բայց այս է հիմնականը, որ ես տեսնում եմ այդ հնարավորությունը, հետեւաբար համարում եմ, որ պետք է մասնակցել, պետք է փորձել։ Օրինակ ինձ անսովոր էր տեսնել ադրբեջանցիների պատվիրակությունը, երբ որ Հայաստանում էր, ոնց որ չէր հայտարարվել, շատ բաց չէր այդ այցը ի սկզբանե, բայց տեսնել ասենք ուղիղ եթերում ադրբեջանցի փորձագետները պատասխանում են Հայաստանից լրագրողների հարցերին եւ հետաքրքիր էր լսել այդ կողմը, բայց ոնց որ այդ այցի ժամանակ առանձին հարցազրույցներ շատ չեղան Հայաստանում, հենց այդպես ստուդիաներ գնալ եւ այլն այդ տեսակետից, բայց դուք նաեւ Բաքվում առանձին հարցազրույցներ եք տալիս, ինչն էր տարբերությունը այդ տեսակետից եւ այդ ադրբեջանական լսարանի հետ խոսելուց ինչ էիք փորձում հասցնել, տեղ հասցնել մեսիջներ որպես ուղարկել իրենց, էլի այսպես ասեմ։ Ես հա, որ ադրբեջանական կողմը եկավ ընդհանրապես այստեղ մեդիայի հետ շփում չեղավ, եղավ Armenpress-ի 4 շատ ռելիզը, հա, որ դրանից հետո եղան հարցազրույցներ նաև հայկական մեդիաների հետ, ու իրանց կողմից կա այդ հետաքրքրությունը։ Երբ որ մենք գնացինք, եղան մի քանի հարցազրույցներ, հիմնականը ցույց տալ, որ դե իրենց հարցերից են նաև պայմանավորված, հա, ինչ ես դու խոսում, իրենք ուզում են քաղաքացի տպավորությունները իմանալ, ինչպիսին են դե հիմնականում դրական են հայկական ժառանգությունից խոսել, նաև եկեղեցիներից եւ ես օրինակ մի պատմությունը նշեցի, արդեն երևի շատ եմ պատմել այս պատմությունը, երբ որ հայկական եկեղեցի աշխատողը, դե հիմա ինքը գրապահարան է փաստորի, որտեղ կա նաև հայերեն գրքեր, ընդ որում բավականին հազվագյուտ հայկական գրքեր կան, արժեքավոր, ու այդ կինը Հայաստանից ադրբեջանցի էր, մի քիչ խոսեցինք, ինքը գնաց Աճարյանի այդ ֆաքսիմիլե բանը բերեց Բարարանի կոպիան, ձեռագիր, շատ հետաքրքիր էր, մի քանի հոդվածներ նայեցինք, թեթև զրուցեցինք, ես հասկացա, որ ինքը նոստալգիա ունի Երևանի նկատմամբ, որտեղ ծնվել է եւ
երևում էր էլի դա շատ ակներ է ու ինքը հետո որ գնացինք ես միշտ մտածում էի լավ այս մարդը ինչ մեղք ունի որ այս կոնֆլիկտի զոհերից մեկն է դարձել ինքը ինչ վտանգ է ներկայացել Հայաստանի հասարակությանը լինելով հայալեզու լինելով այստեղ հաստատ ինտեգրման հնարավորություն ունեցող մարդ հա եւ այլն ու նույնը ես ընկերներ բազմաթիվ ծանոթներ ունեմ բաքվեցի հայեր որոնք նույնպես մեծ մասը հայերեն չի նույնիսկ խոսում, հա, ռուսալեզու են իրենց համար այն Բաքվում շատ ավելի հեշտ է եղել, քան հետագայում Հայաստանում ինտեգրվել, հա, ու լավ, այս մարդիկ ինչ վտանգ են ներկայացել Ադրբեջանի համար, ադրբեջանական հասարակության համար, որ բոլորը ստիպված են եղել լքել այս մարդկային կողմը կա այս կոնֆլիկտի, պատմությունները կան դեռ լորից մեր հարևան այդ ադրբեջանական մի քանի գյուղերից վաղուց էլի նման պատմություններ եւ այսպես ասած հարցադրումներ իմ մոտ առաջացել են ու այս կոնֆլիկտի ֆոնին իհարկե այս ամենը մոռացվում է կամ ինստրումենտալ ձևով էլի օգտագործվում է որովհետեւ հիմա ես դրա մասին երբ որ խոսեցի մի քանի անգամ մեր մեդիաներում ես նաեւ վախենում եմ որ ադրբեջանական կողմը կարող է սկսել օգտագործել այդ կնոջը որպես ինչ որ քարոզչական գործիք հա նույնպես այդ վտանգը կա Թեև ես օրինակ նշեցի, որ հաջորդ այցերի ժամանակ լավ կլինի, որ ինքը հնարավորություն ունենա նաև այցելի Երևանը եւ ինչ-որ ձևով ցույց տանք ինչը կատարվել, ինչ է փոխվել քաղաքում, հա։ Խոսեցինք, որ Ադրբեջանում ընկալում կա, որ մեն օրակարգեր, որ ստեղծում են Հայաստանում մեդիան կապ ունի իշխանության հետ։ Իսկ Ադրբեջանում այցի հետ կապված ինչ օրակարգեր է փորձում ստեղծել ադրբեջանական մեդիան, որը կարծում եմ վստահաբար կախվածության մեջ է իշխանությունից եւ ուղիղ աշխատում է իշխանության հետ։ Ինչ ընդհանուր մեծ ինչ ֆոնդեր դեր այցի հետ կապված ադրբեջանական մեդիայում։ Ես կասեի ադրբեջանական մեդիայում հիմնականում դրական ֆոներ, հա, այսինքն իրենք փորձում են ինչ որ դրական արդյունքներ ցույց տան եւ այս այցերից եւ այս ձևաչափից եւ հայտարարություններից, որ կան շփումներից, հա, որովհետեւ պարզ է հիմա այդ մոտեցումն է, նաև պաշտոնական մոտեցումն է, ու ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ադրբեջանական կողմը հիմա իսկապես փորձում է ինչ-որ ճանապարհ գտնել նաև այս ինֆորմացիոն դաշտում դրական ֆոն ստեղծելու, կարգավորման, կոնֆլիկտի հետևանքները հաղթահարման, բայց այստեղ դժվարություն կա, հա, որովհետև պետությունն է թելադրում այդ օրակարգը Եվ մի կողմից դա հենց խնդիր է ստեղծում, որովհետև էլի շատ քարոզչական տեսք է հաճախակի ստանում, հա, հարցեր կան, որ չես կարող շոշափել, հարցեր կան, որ փակ են մնում։ Մյուս կողմից գուցե իրենց ավելի հեշտ է, որովհետև այնուամենայնիվ ինֆորմացիոն դաշտում սկսում են փոփոխություններ եւ իրենք ասենց միատարր փոփոխություններ են։ Մեր մոտ իհարկե այս այցերը եւ նմանատիպ գործընթացը գրեթե ոչ մի ազդեցություն չի ունենում այն կռիվներին քաղաքական որ կա մեդիայում եւ կարելի ասել սա շատ հետաքրքիր յուրահատկություն է։ Նաեւ հնչեցվել է, խոսվել է, դուք եք խոսել, կարծեմ, բայց ամեն դեպքում հետաքրքիր է ադրբեջանական մեդիայում կա դրական վերաբերմունք եւ դրական ֆոն, բայց պետական ազերթաճը ինչ որ պայից սկսել է գրել օրինակ Երևան, ոչ թե Երևան։ Այսինքն Եթե սեպտեմբերին Երևան էր գրում, հոկտեմբերի վերջ Երևան, այսինքն դա էլ պետական լրատվամիջոց է եւ չի կարող հենց այնպես լինել։ Օրինակ այդ հարցերի պատասխանները ոնց են լինում։ Այդ հարցերի պատասխանները լինում են, որ ինչ որ դրանով կզբաղվենք։ Եթե կարճ ասեմ։ Պետք է մոնիտորինգ անենք, հիմա տեսնենք ոնց են գրում այս քանի օրը։ Ինձ թվում է Երևան են գրելու, հա, բայց իհարկե այս գործիքակազմը մնում է Եվ իրականում ես սրա մասին եմ ասել ու իմ ընկալումը այն է, որ Ադրբեջանը այս տարբեր հռետորական նաև միջոցները կոշտացումներ օգտագործում է եւ Հայաստանի հետ ինչ որ խնդիրներ ունենալու ժամանակ ցույց տալու, որ ինքը դժգոհ է եւ նաև ոչ միայն Հայաստանի, որովհետեւ վերջին շրջանի զարգացումները եւ այն տեղեկությունները, որ ես ունեմ, համադրելով մի քանի տարբեր այդ գործընթացները, իմ կարծիքը այն է, որ հիմա Ադրբեջանը խոսում է նաև ոչ միայն Հայաստանի հետ եւ առաջին հերթին ոչ Հայաստանի հետ եւ փորձում է դրա փոխարեն ինչ-որ բան ստանալ։ Ու նախկինում գիտեք ինչն է կարևոր, ու սա նույնպես պետք է նշել, որ նախկինում այս նույն գործիքակազմը, երբ որ Ադրբեջանը նյարդայնանում էր,
սկզբից արտահայտվում էր դիվերսիաների տեսքով, ներխուժումների տեսքով, հետո միայն կրակոցների, հատկապես 2023 թվականի սեպտեմբերից հետո հայ-ադրբեջանական սահմանին ուղղակի անորոշ կրակոցների, հա, անկանոն, հա, որոնք ինչ որ մարդկանց դեմ չէին ուղղված, հետո տներին էին վնասում, խոզնավարում, հիշում ենք խնածախ գյուղերում, բայց էլի տարբերվում են նախկին դիվերսիաներից կամ միտումնավոր ինչ-որ սպանություններից եւ այլն, ու հիմա կա նույն սրացումները արտահայտում են հայ-ադրբեջանական հարաբերություններում այս հռետորական ոճով, իմ կարծիքով սա նույնպես կարևոր տարբերությունն է եւ կարևոր հուսադրող տարբերությունն է, որ այնուամենայնիվ թեև մենք գործ ունենք շատ բարդ երկրի հետ, հա, մենք էլ չենք այդքան հեշտ իրականում պետք է ասել, որովհետեւ մենք մեզ շատ պարզ ենք ընկալում եւ լիքը խնդիրներ, որ ընկալում է հակառակ կողմը, չենք գիտակցում։ Մի խոսքով այս դինամիկան կա ու սա իմ կարծիքով նույնպես կարևոր է, իհարկե վերջնական փուլում հավանաբար պետք է սպասել, որ այս ամենը պետք է չլինի, բայց ես նաև մի կարևոր կետ էլ կա։ Եթե ադրբեջանական հասարակությունը ազատ հասարակություն լիներ, ես վստահ չեմ, որ ինքը շատ ավելի մեղմ մոտեցում էր ունենալու հայկական կողմի համար, այդ հաճախ մեր խոսակցությունները, որ իբր ավտորիտար ռեժիմ է, փակ ռեժիմ է, այնտեղ հայ արմենոֆոբ է դասավանդվում դպրոցներից, նախ կոնֆլիկտը սկսել է եւ շատ ագրեսիվ դրսևորումներով, մի փուլից երբ որ դպրոցներում դասավանդում էին կոմունիստական ինտերնացիոնալիզմ, հա, այսինքն պետք է հասկանալ, որ կոնֆլիկտները այնուամենայնիվ այդքան պարզ հիմքերով չեն, որ զարգանում են, միայն դրա հետ չեն կապված։ Երկրորդը մենք չենք հասկանում, որ նաև այս գործընթացի հետևանքները ցանկացած կողմ ընկալում է ոչ թե իր գործողությունների հետևանքները, որ դրանք են բերել կոնֆլիկտին, նաև այլ հենց այն հետևանքները, որ իր համար շատ ծանր են, հա, այսինքն այն զոհերը, այն տեղահանումները, կորուստները եւ այլն, հենց դրանով է նայում կոնֆլիկտին։ Ինքը պատճառահետևանքային կապերը չի տեսնում այդ ամենի մեջ ու հետեւաբար իրենք իրենց են զոհ ընկալում այս կոնֆլիկտում, մենք մեզ ենք ընկալում, ու սա հենց հասարակությունների մասին է, ու նաև եթե մենք ազատ հասարակություններ ունենանք, ես վստահ չեմ, որ առնվազն մի խոշոր հատվածը չի շարունակելու շատ ավելի ագրեսիվ ու շատ ավելի, այսպես ասած, արտահայտված հակահայկական ինչ-որ ինֆորմացիոն արտադրանք նետել դաշտ, հա, որովհետև նույնիսկ հիմա Վրաստանի հետ մենք խնդիր չունենք, հիմա հիշում եմ ինչ-որ լոռուի մասին բան էի գրել Facebook-ում ու մի քանի օր առաջ շատ ագրեսիվ մեկնաբանություններ են վրաց ինչ-որ օգտատերերի կողմից, որ լոռին իրանցն է եւ այլն, այսինքն մենք ոչ մի խնդիր չունենք, հա, Վրաստանի հետ քաղաքական լուրջ խնդիր չունենք եւ նաեւ լուրջ կոնֆլիկտներ չենք պատմական ունեցել, բայց այս ֆոնը մնում է եւ սա երևի շատ ավելի դժվար հաղթահարելի ինչ-որ գործընթաց է տասնամյակների։ Ադրբեջանցի լրագրողների հետ շփվելու ընթացքում հանդիպումների ժամանակ ինչ-որ տաբուներ ունեցել եք ինքնագրաքննության, ինչ-որ մշույլներ, չգիտեմ, ինչ-որ հարցեր, որոնք փորձել եք շրջանցել։ Ես կասեի, կան իհարկե նմանատիպ հարցեր, նախ քննարկումների ժամանակ կան հարցեր, որ քննարկելը գրեթե անիմաստ է դառնում, հա, ասենք Արցախի իրադարձությունների հետ կապված, նույնիսկ Արցախ բառը օգտագործում եմ հիմա ես գիտեմ, որ Ադրբեջանում հստակ օրինակ դիտում են նաև այն ամենը, ինչ մենք արտադրում ենք եւ մասնակիցները, եւ իրենց համար սա նույնպես խնդիր է, եւ որ մենք ասում ենք օրինակ Արևմտյան Ադրբեջան, իրենք ասում են դուք սա եք արտասանում, նայեք այս գործընթացն էլ կա։ Կան նաև ինչ-որ պատմական, դե օրինակ որ թանգարաններ ես գնում կամ մեզ ցույց են տալի ինչ-որ պատմական օբյեկտներ եւ պատմում էին, ուզում էինք հարցնենք ինչ-որ հայկական ժառանգության հետ եւ արդյոք կապ կա, կապ չկա, բայց սա նույնպես խնդրահարույց թեմաներից է, որ այս փուլերին պետք է չբարձրացնել, բայց ինչպես նշեց իմ գործընկերը նաև Արեգը, իրենք էլ են ներբանեկատ այս թեմաների նկատմամբ եւ երկու կողմից էլ այս մասնակիցները հիմնականում մարդիկ են, որ ավելի բարդ ընկալում ունեն կոնֆլիկտի, քան արտահայտում են, ասենց ասեմ, եւ հետեւաբար երկու կողմն էլ ունեն այդ փակ թեմաները, որոնք այս փուլում
ուղղակի չեն քննարկվում, օրինակ առաջին ադրբեջանական կողմի այցից հետո Երևան իրենց պետական լրատվականներին մասնակիցներից մեկը հարցազրույց էր տվել, որտեղ վերնագրել են որպես քննարկվել են Հայաստանում խոջալույի դեպքերը եւ մեր լրատվականները դա տարածել էին, բայց երբ որ մենք ճշտեցինք, բարձրացած ոչինչ չի խոսվել եւ մասնակիցը ուղղակի նշել է, որ այս փուլում այս թեման ակտուալ չէ եւ քննարկումը անիմաստ է, հա, դա ինչ որ հեռու ապագաների թեմաներից է։ Եվ իհարկե ես կասեի ամենածանր ժառանգությունը կոնֆլիկտի ինքը ապագա սերունդների նույնիսկ խնդիրն է, որովհետև հիմա խնդիրը իմ պատկերացմամբ քաղաքական կարգավորման եւ որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինեն նորմալ միջպետական հարաբերություններ։ Իսկ իրենք հիմա շատ աննորմալ են, հա, մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, մեր սահմանների փոխարեն հիմնականում շփման գիծ է մինչև հիմա փակ կոմունիկացիաներ, ամենատարրական թեմաներով նույնիսկ այցերը, որ դե կոնֆլիկտներ կան, որ երբ այդ խորհրդային տարածքում, օրինակ Մերձդնեստրը, դուք գիտեք, նույնիսկ սպատում սահմանը ընտրություններին է ծնեն մասնակցում, օս նույնիսկ վրացական սահմանն է հիմա վրացիների համար, որ Ախալգորի քաղաքից են հատել իրենք անցնում են եւ այլն, Աբխազիայում նույնիսկ վերադարձավ մի մասը վրացիների եւ որոշակի կոնտակտներ կան նույնիսկ 2008 թվականից հետո։ Այս կոնֆլիկտը այնքան տոտալ է, որ հասարակ այցը Բաքու կամ Երևան դառնում է ազգային դավաճանության թեմա, ու սա ցույց է տալի ինչ ցածր կետից ենք մենք այս ամենը սկսում, որովհետև նույնիսկ պատերազմի ժամանակ իմ պատկերացումը այն է, որ բանակները պետք է կռվեն, իսկ դիվանագետները կամ այլ հասարակության ներկայացուցիչները, փորձագետները պետք է շփվեն եւ քննարկեն ինչպես լուծել այս կամ այն հարցը, հա, իսկ հիմա մենք գնում ենք այնուամենայնիվ դեպի խաղաղություն, ինչպես նշեցի, կան ակնհայտ փոփոխություններ եւ հողի վրա որ ցույց են տալի, որ այնուամենայնիվ որակապես իրավիճակը տարբերվում է եւ այս պայմաններում շփումները այդպես պիտակավորել կամ որակավորելը էլի ցույց է տալի ինչ ցեղային ընկալում կա, հա, կոնֆլիկտի, որ պետք է շատ արագ հաղթահարվի, որովհետև սա իրականում ամենացածր կետն է, սրանք դեռ բավարար չեն ինչ որ լուրջ կարգավորման մասին խոսել, հա, եթե ցանկացած հերթական քայլ դիտարկվի այս տեսակետից, բայց ես մի քիչ օպտիմիստ եմ նաև մեր հասարակության նկատմամբ, ես կարծում եմ հասարակությունն էլ ունի ավելի շատ հարցեր, քան պատասխաններ, հա, ինքը ունի իհարկե մտավախություններ, բայց եթե դրական փոփոխություններ լինեն, ինքը ավելի պատրաստ է ժամանակ եւ հնարավորություն տալ տեսնել ինչ է կատարվում, քան նույն ինֆորմացիոն դաշտը։ Հիմա պետք է հարցնեմ, բա երկկողմանի է, բա ադրբեջանական հասարակությունը պատրաստ է թե չէ։ Ստանդարտ հարց է։ Ես կարծում եմ պատրաստ է եւ ես կարծում եմ պատերազմից նաեւ ադրբեջանական հասարակությունն այդ հոգնածությունը, որ կա մեր մոտ, նույնը կար եւ իրենց մոտ, եւ ես հիշում եմ նաեւ տարբերվող արձագանքները, երբ որ 2022 թվականի սեպտեմբերին եղավ ներխուժում Հայաստանի տարածք, մի քանի լրագրողներ ադրբեջանական, որ շատ ագրեսիվ էին եւ շատ անմարդկային իմ տեսակետից նույն Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ եւ հետագա նաեւ դեպքերի 23 թվականի, այդ դեպքում հստակ եւ բավականին միանշանակ գրառումներ կատարեցին եւ ասացին, չէ, սա Հայաստանի Հանրապետության տարածքն է եւ մենք դեմ ենք, որ պատերազմը շարունակվի եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, որի համար մենք պայքարել ենք տասնամյակներով խախտվի եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ մեկնաբանություններն էին ցույց տալին ադրբեջանցի մասնակիցները այդ նաեւ այցի հետ կապված ինչ որ օֆիցիալ եւ ոչ օֆիցիալ հրատարակումների տակ սոցցանցերում եւ առաջին մի քանի հետաքրքիր էր, որ իրենց մոտ առաջին մի 5-10 դրական էին, հետո մերոնք էին բացում հայկական կողմինը եւ հիմնականում ավելի ագրեսիվ եւ բացասական էին, թեև ինչպես նշեցի նաեւ պատճառները գուցե ավելի հասկանալի են, որովհետեւ Ադրբեջանը հասել է իր հիմնական նպատակներին, հա, այս կոնֆլիկտում եւ այն ինչ խոսել է 30 տարի եւ նույնիսկ դրանից շատ է ստացել, որովհետեւ միշտ նաեւ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության խնդիրը կար, մեր հասարակությունը նաեւ այս կոնֆլիկտում պարտվել է Հայաստանը, հա, եւ շատ ծանր հետևանքներով եւ պարզ է, որ ինչպես նշեցի նաեւ սկզբում
որ չի կարելի ակնկալել միանշանակ ինչ-որ դրական արձագանքներ, բայց ինչպես նաև նույնպես նշեցի, իմ կարծիքով մեր մեդիաների արտադրանքի մի զգալի մասը նաև որոշակիորեն արհեստական է եւ կախված է ավելի շատ ներքին զարգացումներից, քան այս գործընթացների ինչ-որ տրամաբանությունից։ Մեդիան ակնհայտորեն գործ ունի այդտեղ անելու եւ դուք ասում եք արհեստական է եւ կտրված է իրականությունից, իսկ կամ չգիտեմ, փորձում է ստեղծել իրականություն, որը որ, չգիտեմ, չի տանում այնտեղ, որտեղ որ կուզեիք, որ տանի կամ արժեր որ տանի կոնֆլիկտի լուծման տեսակետից, ինչ անել մեդիայի հետ կապված, ինչպես աշխատել, ինչպես փոխել, ինչ դեր ունի, ասում եք այցելությունները կշարունակվեն, կարծում եմ, որ այդպիսի դեպքեր նախկինում են եղել տարբեր տարիներ, տասնամյակներ տարբեր, տասնամյակների կտրվածքով անգամներ, լրագրողների այցեր երևի թե այդպեսի կլինեն, ինչ անել։ Քանի որ նաև այս այցերը եւ այս ձևաչափի ենթադրում է ընդլայնում եւ մեդիայի ներգրավում եւ ծրագրեր հստակ, որտեղ մեդիան ավելի մեծ դերակատարություն կունենա, իհարկե նաև ճանապարհներից մեկը անմիջապես այդ կոնտակտներն են նաև հակառակ կողմի մեդիաների հետ, այստեղ կան յուրահատկություններ, հա, բայց կան դաշտեր եւ թեմաներ, որտեղ անխուսափելի են շատ ավելի քարոզչական բովանդակությունը եւ իմ կարծիքով այս փուլում դրանք վտանգավոր են, կան հարցեր եւ կան ձևաչափեր, որտեղ ավելի շատ կարելի է նույն մարդկային պատմությունների տեսքով, հա, կամ նույն fact checking-ը, ինչը նույնպես շատ կարեւոր է, նմանատիպ այլ ձևաչափերով որոշակի դրական արդյունք ունենալ, ու fact checking-ը ես նշեցի, ինչու է ինքը կարևոր, ինչ որ հայկական դաշտում լինում է ինչ-որ մի հատ նյութ, որտեղ նշվում է, ասենք, մզկիթների հետ կապված, հա, հիշում եք այս վերջին սկանդալը, երբ ադրբեջանական կողմին մենք ասացինք, իրենք անմիջապես հասկացան, որ ում մասին է, ով է աղբյուրը այդ նյութի, որ ինքը հայտնի, այսպես ասած, պրոռուսական դեմք է Թուրքիայում եւ օրինակ մեր դաշտում մենք այդ տեղեկատվությունը չունենք եւ այդ ընկալումը չունենք, մեզ համար ինքը թուրք լրագրող է, որը նույնպես կապվում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ։ Դե չէ, ասենք այդ հոդվածը fact check արվել է Հայաստանում։ Այո, չէ, որ սկզբնական մասում առանց fact checking-ի իրանք արդեն գիտեն ով է, որովհետեւ առնչվում են նաեւ թուրքական լրատվական դաշտին, հա։ Մենք ավելի քիչ ենք տեղեկացված, այստեղ կա համագործակցության միջոցով ինչ որ փաստեր ստուգելու, որոնք նաեւ կապված են կարգավորման գործընթացի հետ, հա, որովհետեւ բարձ է որ ապատեղեկատվություն հաճախակի լինում է հենց այս գործընթացի հետ ու գնալով իմ պատկերացմամբ շատանալու է։ Ու նաև երևի հակառակ կողմի այստեղ կա մի շատ նուրբ եւ երևի վտանգավոր նաև սահման, որ մենք իմ կարծիքով եւ մենք եւ իրենք ապրում ենք ամեն մեկս մեր փուչիկների մեջ եւ այդ հակառակ կողմի ընկալումները կոնֆլիկտի մասին եւ արդյունքը կոնֆլիկտի հակառակ կողմի համար նաև ծանր հետևանքները չեն գիտակցում հիմնականում եւ այստեղ մի կողմից շատ երբ որ մտնում ես այս դաշտ կա որոշակի ռիսկ նաև հայկական դաշտ բերել ինչ որ քարոզչական նարատիվներ ինչի մասին հաճախակի խոսում են բայց ես պետք է նաև նշեմ եթե դու նույնիսկ ինչ որ օբյեկտիվ փաստեր ես նշում մեր դաշտում դա նույնպես ընկալվում է որպես քարոզչություն այսինքն մենք դեռ պատրաստ չենք առնչվել այն իրականության հետ որը եղել է որին բերել է կոնֆլիկտը հակառակ կողմի համար եւ հակառակ կողմը նույնպես ունի իհարկե նույն խնդիրները կապված մեզ հետ այս գոյչա կամ չգիտեմ նմանատիպ հայտարարությունները պատմական փաստերի խեղաթյուրումը այդ հազարավոր կոմենտները որտեղ հայերը Հնդկաստանից են եկել եւ այլն ամենապրիմիտիվ իրականում սա բանն է մասն է այս խոսակցության եւ խոսույթի ու ինչ որ համատեղ աշխատանք է պետք, կարծում եմ լուսավորչական նույնիսկ ես կասեի, հա, կրթական իհարկե նաև խնդիրը կա եւ դպրոցներում դասավանդման, որի մասին նույնպես խոսվում է այս ձևաչափում եւ դա մի քիչ ավելի ուշ ապագայի, բայց անխուսափելի խոսում է նրա մասին, որ մենք պետք է ցկտենք քայլ առ քայլ ստեղծել, հա, ինչ որ ընդհանուր ստանդարտներ նաև ելնելով նույն, ասենք, գերմանա-լեհական կամ գերմանա-ֆրանսիական օրինակներից եւ այլն հաշտեցման, բայց սա ավելի երկարատև գործընթաց է
Հիմա այս իմ կարծիքով գործնական արդեն քայլերը եւ այն ձևաչափերը, որ ստեղծվելու են համագործակցության կոնտակտների, իրենք արդեն այդ ձևաչափերի ընթացքում པարզ կլինի մենք ինչ ենք ունենալու եւ ինչ են ստեղծելու կոնկրետ խմբերը, հա, այս ընթացքում։ Գործընթացը ձեր կարծիքով, որ ավելի այդ ոչ այդքան սուր ընկալվի փոխադարձ այցերը, ինչքան ժամանակ կպահանջվի եւ ինչ կունենանք։ Ես կարծում եմ այդ ընկալումները նաև կախված են ինչ զարգացումներ ենք մենք ունենալու պաշտոնական մակարդակում, որովհետև այս բոլոր կոնտակտները շատ կախված են հենց պաշտոնական այդ թրեկում ինչ որ արդյունքներից, եթե լինեն բացասական արդյունքներ, պետք է բարձր միանգամից մեր վրա է ազդելու ու ինչքան շատ նաև կա այդ բացասական բեռը, որ կոնֆլիկտ ունի այս փուլում, այդ թվում գերիներն են դրանից մեկը, բարձր որ այս թեմաներն են օգտագործում ձևաչափի դեմ, այցերի դեմ, կարծում եմ այստեղ վճռորոշ փուլը հենց խաղաղության պայմանագրի գուցե կնքումն է եւ նաեւ ինչ որ կոմունիկացիաների բացում, այսինքն այնպիսի շոշափելի արդյունքներ, որ թույլ կտան ավելի վստահ լինելու, որ գործընթացը հասել է ինչ որ իսկապես մենք ունենք ֆորմալ խաղաղություն եւ ունենք որակական տարբերվող արդյունքներ ու ես կարծում եմ նաեւ վճռական փուլերից մեկը դա Հայաստանում ընտրություններն է, որովհետեւ հակառակ կողմի համար սա ջրբաժան գծերից մեկն է հասկանալու այս գործընթացը եւ այս գործելավոճը, այս հայտարարությունները, այս քաղաքականությունը, որ հիմա վարում է Հայաստանը, դրանք ինչ որ ժամանակավոր գործընթաց են, թե վերջնական են։ Մի հետաքրքիր շատ բան են նշում նաեւ ադրբեջանական կողմի մասնակիցները, ասում են մենք նայում ենք ձեր մեդիաները ու հաճախակի այնպեսի նյութեր կան, որ մի 10-20 տարի հետո Ադրբեջանում նավթ հատնելու է, ինքը աղքատանալու է, այդ ժամանակ մենք հարուստ կլինենք ու ասենք ուժեր հավաքելով կգնանք էլի Արցախը հետ կբերենք կամ մեր հարցերը կլուծենք ուժեղ դիրքերից եւ այլն ու ասում են ոնց եք դուք սրան ընկալում մենք հասկանալով որ կան որոշակի նմանատիպ տրամադրություններ հիմա պետք է ձեզ հետ գնանք խաղաղության թե չգնանք քանի ուժեղ ենք նույնպես կարծում եմ այն հետաքրքիր հարցադրումներից է որ կա որոշակի անանկեղծություն ընկալումների մեջ նույնպես հա եւ շատ կարեւոր է որ իմ ընկալումը այն է որ եթե դու գնում ես այս գործընթաց դու պետք է իսկապես գնաս եւ պատրաստ լինես եւ համոզված լինես որ դու գնում ես հենց խաղաղության որ դու հետեւդ պահած ինչ որ քարեր չունես հա հակառակ կողմի դեմ ուղղակի չես ձևացնում որ գնում ես խաղաղության եւ այս փոխվստահությունը նույնպես ժամանակի խնդիր է ու եթե ասենք ցախողվի նաեւ այս փոխվստահությունը ինչ որ հենց այս գործընթացի փուլում եւ մենք նույնպես հասկանանք որ հակառակ կողմը ինչ որ իմիտացիաներ է ձևացնում կարծիքով շատ դժվար է լինելու հաջորդ հայաստանյան այլ խմբի որ մասնակցելու է այս գործընթացին մի քանի տարի հետո գուցե նաեւ դիմադրել այն ճնշումներին եւ պատրաստ լինել գնալ այս գործընթացին հասկանալով ինչով ավարտեց այս ամենը հա սա մի քանի պատմական շանսեր են լինում իմ կարծիքով մենք ունեցել ենք մեկը դրանից 90-ականների վերջին հա այնինչ ցախողվեց մեր մոտ եւ դրանից հետո ես գուցե նաեւ 2020 թվականից հետո մինչեւ 2023 թվականը որ մենք մի քիչ ավելի արագ հասկանանք ինչ է կատարվում եւ այլ լուծումներ գուցե փնտրենք հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում, հա։ Ու դրանից հետո հիմա իմ պատկերացմամբ երրորդ փուլն է, որտեղ նույնպես եւ մեր կողմը, եւ հակառակ կողմը, եւ ես նույնպես սա նշել եմ նույն Հաջիևի հետ հանդիպման ժամանակ, շատ մեծ պատասխանատվություն է, որ մենք կարողանանք այս փուլով անցնել ու նաեւ սա հասունության ինչ որ նշան է անկախ պետությունների, հա, որովհետեւ մեր կոնֆլիկտի շուրջ ստեղծված ինֆորմացիոն փաստարկներից մեկը այն է, որ այս երկու կիսավայրենի հանրությունները առանց միջնորդի, առանց վերևից կարգավորող ինչ որ կողմի, հիմնականում այդ կողմը բարձ է ով է, հա, եւ որտեղ է գտնվում, իրենք ուղղակի միշտ կարող են իրար, ասենք, սպանել, իրար հետ կոնֆլիկտի մեջ մտնել, բայց ունակ չեն խաղաղ ապրել ու սա շատ կարևոր նաեւ կարևոր գործոն է եւ նաեւ ինչ որ ինքնասիրության բան կա, հա, սերատակ եւ մեր եւ իրենց համար
ապացուցել, որ չէ, մենք կարող ենք որպես պետություններ քաղաքակիրթ ձևով շփվել։ Գուցե սա միամիտ է հնչում, բայց իմ կարծիքով այս միամիտությունը իսկապես պետք է, որովհետև հակառակ դեպքում ընկնելով տարբեր կոնֆլիկտային ինչ-որ թեմաների հետևից, հիշողությունների հետևից եւ տրավմաների հետևից շատ դժվար է լուծում գտնել։ Իրենք չեն ենթադրում, որ լուծում կա, իրենք ենթադրում են անցյալում ինչ-որ մի իրավիճակի վերականգնում, բայց ինչ-որ մի խնդիր լուծելով եւ վերականգնելով դու կարող ես այս ներկան շատ ավելի ծանր հետևանքների տանել, հա, եւ շատ ավելի ծանր արդյունքներ ունենալ։ Ու հիմա իմ պատկերացմամբ մենք այդ փուլում ենք, այդ ամենը հասկանալով ինչ որ եղել է եւ կա, այնուամենայնիվ պետք է լինել միամիտ եւ պետք է իսկապես հավատալ, որ հնարավոր է Հայաստանը եւ Ադրբեջանը լինեն եւ ապրեն որպես նորմալ պետություններ։ Շնորհակալություն։ Նույնպես, շնորհակալ եմ։